Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ամբիոնից հայտարարություն հնչեցրեց նոր սահմանադրության ընդունման հետ դա կապեց եւ ասաց, որ Հայաստանում արդարադատության որակը խայտառակություն է 8 տարի ղեկավարելուց հետո ինքը պնդում է, որ Հայաստանում խայտառակ է արդարադատության որակը եւ վիրահատական միջամտություններով երկրում պետք է արդարադատություն հաստատել եւ արդարադատության հաստատման համար անհրաժեշտ է նաեւ նոր սահմանադրություն ընդունվի։ Այ դուք սա ինչպես կգնահատեք, ինչու կապեց արդարադատության հաստատումը։ Իսկ սահմանադրության մեջ գրված է այն ինչ որ այսօր իրականացվում է դատարանական համակարգի նկատմամբ։ Այսինքն սահմանադրությունն է մեղավոր, որ այսօր դատավորները կատարում են քաղաքական պատվերներ։ Այդ են ինչ որ ինքն ասում է, այդ են նրանց մասին է ասում, որոնք որ մինչև հիմա իրանց խղճով եւ օրենքներով առաջնորդվելով մեկ նորմալ վճիռներ են կայացնում։ Ինքը դա էլ է ուզում վերացնել։ Մենք իր բարեփոխումների արդյունքները տեսել ենք, չէ՞։ Այդ վետինգը որ սկսեցին, չէ՞, հիշում։ Ինչի բերեց։ Բերեց նրան որ ամբողջական գրեթե 90%-անոց կոնտրոլ այսօր ունի գործադիր իշխանությունը դատական իշխանության նկատմամբ սա ում համար պարզ չի։ Այսինքն մարդիկ են այսօր ձերբակալված նստած, որ ուղղակի խաղ բանտարկյալի այդ 5 չափանիշների մեջ տեղավորվող են։ Այսինքն օրինակ նույն Սամվել Կարապետյանը, նույն ինչի մասնով մարդն ասում է թող գա երկու բառ ասի, որ ես իմանամ ինքը ինտելեկտուալ անձնավորություն։ Երկու բառ ասես բռնեցիք այդ մարդուն։ Այսինքն բանը սադրում եք որպեսի մարդկանց բռնեք։ Պարոն Ստամյան, այսինքն դուք կարծում տարավերջ ունեզրկվելու է, ի՞նչն է կատի ունի Փաշինյանը։ Երբ որ այդպիսի հայտարարություններ անում, ասում միջև տարվա Հայ ձևի դատական համակարգ ստեղծելով կարող են բոլորին ունեզրկել։ Ինչ խնդիր կա։ Եթե դատարանները իրաց ձեռքում են, այո, կարող են բոլորին էլ ունեզրկել, կալանքներ դնել, ինչ որ հիմա կատարվում է, տեսնում ենք, չէ՞։ Մարդիկ գնում են, երկար տարիներ ապացուցում են, որ այս ինչ որ մեղադրանքներ են անիմաստ է եւ սուտա կեղծա, բայց 3 տարի, 4 տարի դատարաններով քաշ գալով, այսպես ասած, լատիմաստով չեմ ասում, բայց մարդկանց կենցաղ են, չէ՞ փոխում։ Մարդկանց ստիպում են, որպեսզի ամեն ինչ թողեն, գնան իրանց անմեղությունն ապացուցեն։ Եվ այս բաների վերջը պիտի տրվի։ Իսկ ինքն ուզում է դա ավելի խստացնի բնականաբար, լինելու է ընտրովի արդարադատություն։ Անշուշտ, ուրիշ հիմք այսօր այս իշխանությունները բազա որպես այդպեսին իրենց իշխանությունը պահելու չունեն այլևս։ Իրենք ունեն մի հատ նեղ շրջանակ ԿՊ-ական եւ ունեն ոստիկանական համակարգ, որոնք ամբողջությամբ ռեպրեսիվ ապարատը կիրառելով պաշտպանում են այս իշխանություններին, ուրիշ բան տեղի չի ունենում։